17 Վիվիչոքս Վարդանյան հետաքրքիր ուրեմն նորություններ կարծես թե մեծ շարժումներ եղան Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև ինչ որ համաձայնության եկել առաջինը հայտարարեց որ Թրամփը որ այլևս Հորմուզի նեոցը բաց է եւ այլևս չի փակվելու եւ ոչ մի դեպքում այլևս չի զենքի ձևով գործածվելու Իրանի կողմից Իրանը առանձին հայտարարություն արեց որ նեղուցը բացալրիվ նավարկելու համար բոլոր երկրներին համար բացա այնքան ժամանակ որ Լիբանանի եւ Իսրայելի միջև զինադադարը ուժի մեջ է սրանք տարբեր բաներ են չէ բոլորովին նշանակում Թրամփը ուրիշ մի հատ գրեց իր Truth Social-ի մեջ որ Իսրայելը այլևս չի ռմբակոծելու Լիբանանը իրենց արգելվում է դա անել they are prohibited from doing that enough is enough բոլեղավ հերիքելավ այս ձեր ոնց որ կոպիտ ասած բավական կոպիտը դրեց փաստորեն իրենց արգելվում է ռմբակոծել Լիբանանը շուկաները իհարկե արձագանքեցին ուրեմն առաջին հերթին նավթի գինը սկսեց իջնել եթե մի շաբաթ առաջ ինչ որ 110-ից ավել էր 117 բարձրացավ այսօր ընկավ եւ հիմա նայեցի $81.60 ցենտ էլ ինչ էր դարձել այսինքն 30 քանի դոլար գինը հանգարց իջել է որը դեռևս չենք տեսնում լցակայաններում ինչպես արտահայտվեց երեք գիշեր դեռևս գալոնը ինչ որ $91.5 ավել էր գոնե Վաշինգտոնի կողմերը միշտ Կալիֆոռնիայում էլ շատ բարձր է որոշ տեղեր 4 քանի սա ինչ որ տենց իսկ ուրեմն stock market-ը չտեսնված ուրախացավ առավոտվանից ինչ որ 1000 point-ից ավել էր down բարձրացել կարծես թե զգում էին մի բան գալու է որովհետեւ շուկան սկսեց լավանալ հիմա ինչը ստիպեց որ այս համաձայնության գան երկու կողմերը այսինքն Իրանը ոնց որ թե ինչ էր ստանալու որ բացեց մանավանդ որ ասել ասեմ Թրամփի հայտարարած եւ կիրառվող blockade-ը իրանական առևտուրի նկատմամբ այսինքն Իրանի նավերը չեն կարող ոչ ներմուծեն կամ ոչ արտահանեն կամ որևէ նավ որ իրանյան ուրեմն նավահանգիստ էր մտնում կամ դուրս գալիս դա դեռ մնում է ուժի մեջ ուրեմն ինչ ինսենտիվներ եղավ որ Իրանը համաձայնվեց սրան եւ տեսնում ենք որ մի քանի բան եղավ տնտեսական կողմ կա այս blockade-ի հետ կապված Ամերիկայի կիրառող դա առաջին հերթին նա որ իհարկե Իրանը չի կարողանում ոչ ներմուծի իրեն պետք եղած ապրանքները ու սկսած ուտելիքից վերջացրած ամեն ինչ եւ չի կարողանում արտահանի այն բոլոր բաները որ ինքը պետք է արտահանի որ փող ունենա որ կարողանա ապրի այսպես ասած բյուջետը լրացնի խոսքը միայն նավթը չի նավթից բացի ինքը ուրիշ օգտակար հանածոներ եւ այլ ուրիշ բաներ էր չէ ուղարկում արտահանում ուտելիք եթե չի գալիս արդեն ժողովուրդը սկսելու ավելի տարբեր ձևի նայ էկո ռեժիմին նույնիսկ թունդ ռեժիմականները այսպես ասած եւ այլ բայց մի բան էլ կա որ նավթի հարցը չես կարող եթե նավթ չես արտահանում եւ դու նավթ արտահանող երկիր ես դու մեծ խնդրեմ ես ունենում որովհետեւ այդ նավթը արտադրում ես դու չես կարող դա ծորակ չի որ փակես ու ինքը կանգնի հետո բացես երբ որ պետքա դուրս նորից հոսի այդպես չի աշխատում նավթի հորերը եթե դու փակես մանավանդ ավելի կորցածված ասում են հասուն հորերը հա նչուր հին ասենք էլ հետ չես կարող բացես նավթը այտենց է ուրեմն իրենց ինչ անես
երբ որ ավելի շատ ես արտադրում, քան թե ինքդ գործածում ես։ Այդ պետք է միտեղ պահեսներ ունենաս մեծ թվով, այսինքն օրինակ ռուսները չունեն այդ պահեսները, միշտ դժվում են, որ չեն կարող ծախեն։ Տվյալ դեպքում Իրանի համար եմ խոսում, այստեղ ինքը հսկայական պահեսներ ունի, ես չի որ չունի, բայց դրանք էլ բան են, ինչ են ասում, սահմանափակ է, այսինքն անվերջ չի։ Հիմա երբ որ Թրամփը հայտարարեց այս իր բլոկեդը, որ նավթ չի կարող նավեր դուրս գան իրանյան նավահանգիստներից, այդ պահեսները ըստ երևույթին արդեն դատարկ չէին դրանք 60% լիքն էին։ Այս բոլոր պատերազմի հետևանքով ինքը ավելի քիչ էր ծախսում, այդ սանկցիաների հետևանքով ավելի քիչ էր արդեն լիքն էին։ Եվ այնտեղ խոսքը գնում էր մոտավորապես 30 միլիոն, միգուցե 40 միլիոն բարել դեռևս տեղ կա լցնելու, այսպես ասած։ Դրանից հետո ինչ կարող ես անես։ Կարող ես նավերի, տանկերների մեջ լցնես, թող ծովում կանգնեն, ոչ միտեղ չեն գնում, հա, բայց թող կանգնեն այնտեղ։ Ինքը արդեն որտեղ սանկցիաներ էր եւ Չինաստանը չէր առնում Իրանից շատ բան։ Հիշում եք ինքը արդեն տանկերներ ուներ, որ Ասիայում կանգնած էին, այնտեղ սպասում էին, թե ով կառնի եւ շատ ցածր գներով։ Հետո որ Թրամփը հանեց այդ արգելքները, սկսեցին իսկույն արագ-արագ այդ տանկերները դատարկել շուտ, քանի հնարավոր էր առանց Ամերիկայի խնդիրներ ունենալու, ուրեմն սկսեցին այդ տանկերների նավթերը ծախվել։ Բայց Իրանում գտնվող ցամաքային այդ մեծ պահեսները դրանք դեռևս կիսով կիսից ավելով լիքն էին դեռևս։ So ասած ինչ է, երբ որ ինքը դրեց այս բակերը հանգարց նավթը պետք է միտեղ պահես, ուսը լցվում է։ Եվ այդ հաշվարկը եւ ամերիկացիք գիտեին, թե ինչքան տեղ կա այնտեղ լցվելու վրա եւ Իրանը բնականաբար եւ Իսրայելը բոլորի համար պարզ էր, որ շատ սահմանափակ թվով օրերի մասն ենք խոսում։ Ես տարբեր ուրեմն estimate ինչ են ասում մոտավոր թվեր լսեցի, որ 10 օրից մինչև մի ամիս ժամանակ ունի, մինչև հասնի այն կետին, որ արդեն պահելու տեղ չկա։ Եվ պիտի քո նավթահորերը փակես, այդ դեպքում շարքմա դու մշտական վնասներ ես կրելու։ Եվ դե հաշվում են, բոլորը գիտեն, որ օրինակի համար ինչքան նավթագործածում Իրանը ամեն օր, հա, դա ասենք որ 1.7-ից 2.2, դա կախված է թե ինչքան բան աշխատում կոմոդ ինդաստրի եւ այլ, այս ժամանակ շատ չի աշխատում, ասենք 1.7, հա, ասենք ամենալավ դեպքում։ Մնացածը դու պետք է արտահանես կամ միտեղ լցնես, պահես։ Իսկ ինքը արտադրում է հակին 3.3-ից ավել նավթ ունի արտադրելու եւ կարող է մի քիչ կամացածնի արտադրությունը, բայց շատ չէ, ասենք 5 միլիոն կարող ես կամացածնես, պակասեցնես քո օրական արտադրությունը։ So ամեն օր ինքը մոտավորապես 1.5 միլիոն մոտավորապես այտենց barrel oil պիտի միտեղ պահի ինես չի։ Երբ որ սա գումարում ես հավաքում ես, դա մինիմումներով եմ խոսում, հա, ուրեմն պարզ էր բոլորի համար, հենց իրանց համար առաջին հերթին, որ եթե շուտով լուծում չգտնեն, բադ կլինի։ Հիմա եթե իրապես Թրամփի դրած բլոկեդը չի վերացվել, ես այդքան վստահ չեմ, որ սա այդպես լինելու է, երևի ճշմարտ ձև հլնգար մի քիչ կպահեն։ Իրանը այս խնդիրը դեռևս ունենալու է, ուր ես պահելու այդ նավթը, եւս ասենք գնացիր 10-15 օր, 20 օր հետո ինչ սանելու։ Ուզես ավելի պետքա պատրաստել ես ավելի տեղի տաս որոշ պայմանների, ավելի լավ է հիմա անես, քան թե հետո, հա, ասենց ասած։ Միաժամանակ իհարկե այս ասում եմ հիմնական պատճառներից մեկն է, որ Իրանը որոշեց, որ չէ, պետք է մի հատ համաձայնության կանգնեցնել ձև չինելու եւ պետք է բացել այս անտեր բանը նեղուցն։ Դեպ Բրիտանիան ու Ֆրանսիան հայտարարեցին, որ իրանք բան են սարքել, մի հատ ռազմական task force են սարքել դեպի նեղուց գնալու այնտեղ բացելու համար, որտեղ իրանք առաջի ստացողները պետք է ասին նավթի թանկացումից իրանք առաջի դժողներից են, հա, այս ձևի դնեն, ոչ թե ստացողներից։ Եվ դա էլ արդեն տես պարզ էր Իրանի համար, որ ինչքան երկարից է այնտեղից օգուտ չի լինելու, այնտեղ իրան հեչ պետք չի, որ այնտեղ
հանգարց ինքը միայն Ամերիկայի ու Իսրայելի դեմ չի, այլևս նաև Ֆրանսիա, Բրիտանիա, Ֆրանսիա բանը խառնում են այս գործի։ So այդ կողմից բարձա ինսենտիվները Իրանի թե ինչի համար պետք է մի բան անել։ Թրամփի համար շատ կարևոր էր, որ շատ մի բան արվի այստեղ, որովհետև իր վիճակը այդքան լավ չի։ Այդքան լավ չի, դա շատ մեղմ եմ ասում։ Ուրեմն երեք եւ չարաչի օրը CNN-ը անընդհատ հրատարակում է տարբեր հարցախույզների, հա, տվյալները Թրամփի popularity մասին, իր ինչքանով են ժողովուրդ ամերիկյան ժողովուրդ իրան գնահատում շակերտների մեջ ասենք, հա, եւ շատ վատ, sense շատ տխուր պատկեր է ստեղծվում։ Դե Թրամփը երբ որ միանգամից չի մի բան ասում դրա մասին, նշանակում է իսկապես վատ է վիճակը, թե չէ նա հարցակման կգնար։ Եվ ինչի մասն է խոսքը գնում։ Հենց ռեփաբլիկանների մոտ շատ վատ է։ Մոտավորապես անցյալ տարվա սկզբից համեմատ 40%-ով եւ 46%-ով ընկել են իր ռեյտինգները գետով ասենք, սենց են ասում, եւ երիտասարդների մոտ անգելա հակի մոտ մի 34%-ով, չգիտեմ ինչերի մոտ ինչքան ընկել, հիմա էլ Հռոմի պապի հետ էլ սկսեց կռիվ անել, հիմար ինքն էլ բավական չի, որ հիմար բաներ ասեց, բայց Վենսն էլ դուրս եկավ ասեց թող, դե ինչպես ես չեմ պետքա զգույշ լինեմ, երբ որ խոսում եմ արտաքին քաղաքականության մասին, Հռոմի պապն էլ պետք է զգույշ լինի, երբ որ ինքը բարոյականության մասն է խոսում։ Ասես մարդ զարմանում է, բայց ինչի մասին խոսի Հռոմի պապը, եթե դրա մասին էլ չպետք է խոսա, հա։ Բայց դե իհարկե ինքը լրիվ այդտեղ կորցրել էր, Վենսի մասն եմ ասում, իսկ Թրամփը դե իր սովորության հանդեպ ինքը գիտի սխալ արել, իրանցի պետք չէր այդ պապի հետ սկրիվը սկսելը, պապը մի բան ասել, ասել կարող էր իգնոր անել, ոչ ոք չէր իմանա դրա մասին, եթե ինքը ուղղակի բան չասեր։ Բայց երբ որ ինքը կռիվարեց, ինքը մոտ հակին ամբողջ Ամերիկայի կաթոլիկներին ոտքի հանեց։ Հա, այդտեղ չեմ խոսում միայն Իտալիայի վարչապետի Համելոնի մասին, որ իր լավ ընկերուհիներ հանգարց միանգամից դուրս եկավ ու ասեց, որ մի հատ խելոք մնա էլի։ Դու պապին մի կպի, դու այդ քոլիգայի բան չի։ Ինքը իհարկե վիրավորվեց, Մելոնին էլ պիս բաներ ասեց, որ ինքը ես հիասթափված եմ, չգիտեմ ինչ, կարծում էի խելոք կինը, ասեց բանը։ Բայց հիմա ինչ էր սա կարևոր, որտեվ իրար ընտրողների 20% առնվազն կաթոլիկներ Թրամփի մասն են խոսում։ Հետևաբար եթե դու կաթոլիկներին Հռոմի պապին վիրավորելով, եթե նույնիսկ 20% ասենք թե բոլորն էլ միանգամից չեն վիրավորվելու կամ Հռոմի պապին ասածների պատճառով լրիվ հակատրամփ դառնան, բայց նույնիսկ 10% են դառնան, ինքը այնտեղ չի, որ ինքը կարող է թույլ տա այդքան ձայն կորցնի, հա, ասենց ասած։ Իրա հետ հիմա ինքը նորից չի գնում ընտրությունների, բայց իրա ռեյտինգներից է կախված, թե ոնց կքվեարկեն, երբ որ հարցը եկավ այս mid-term ընտրություններին, այս տարվա նոյեմբերին, որ պիտի լինի։ Էդ էլ ասեմ ձեզ, հիշում եք ես այն անգամ խոսացի, թե ինչ են կատարվում, ինչ է կատարում տարբեր նահանգներում, երբ որ ընտրաշրջանները ուզում են փոխեն, եւ ես կարծես թե Վիրջինիայում այդ օրենքը, որ հիմա քվեարկում են, որ հակազդելու համար Թրամփի եւ տրամպականների փորձերը ընտրաշրջանների սահմանները փոխելով առավելություն ստանալ կոնգրեսում, դրա դեմ սկսեցին բոլորը իրանք արագ փոխել, որ հակառակը դեմոկրատները ստանան առավելություն եւ Վիրջինիան այդ օրենքն հիմա փորձում անցկացնի, եթե իսկապես անցավ այդ օրենքը, հիմա կիմանանք շուտով։ Վիրջինիայի, ասում են 11 ընտրաշրջաններից 10 դեմոկրատներ են ելել։ Այսինքն, այն որ Վիրջինիայի հյուսային մասը ընդհանրապես դեմոկրատ էր քվեարկում, հարավը ավելի ռեփաբլիկան, հիմա փաստորեն 90%-ով լրիվ գնալու է դեմոկրատ։ Եվ սա շատ լուրջ, ոնց ասում են, հազանգ է
հենց Թրամփի համար էլի սա այդ հաշվարկը իհարկե սպիտակ տանը կատարվել է սա միայն սիմպտոմ է թե ընդհանրապես երկիրը ինչ տրամադրություններ ունի եւ հետեւաբար վստահ եմ որ Թրամփը ճշտում էր զգում որ պետք է մի բան անելու դրա մեջ մտնում է նաեւ ուրեմն բենզինի գինը իջացնելը նշանակում է որ պետք է այդ նեղուցը բացել ամեն կերպ նշանակում է որ պետք է Լիբանանի ռմբակոծությունները ուրեմն ինչ որ ձևով կասեցնել եւ այլն այս մի ամբողջ շարքա որ միայն միամիտները կասեն Լիբանանը կապ չունի Իրանի հետ բայց դա չէ տենց չի իհարկե կապ ունի եւ Նաթանյահուի վարկանիշներ այնքան է ընկել Ամերիկայում որ ինքը հիմա արդեն մտածում է որ դա իր համար բեռ Նաթանյահուի հետ ընկեր Երևանը այն դեպքում երբ որ միշտ ինքը փորձում էր ասել որ տես ինչ լավ իմ ընկերն է մենք իրար հետ շատ լավ ենք եւ այլն դաշնակից ենք ֆլան եւ այլն եւ առաջ դա գործածում էր իր համար որպես դրական բան հայ ռեյտինգների համար իսկ հիմա սկսել արդեն դա տեսնել որպես պոտենցիալ մեծ վնաս իր համար եւ դրա համար այդ կոպիտ լեզուն է գործածում հանդեպ Իսրայելի դեռևս Նաթանյահուի անունը չտվեց այս ասացի մեջ որ դադարելու է ռմբակոծել Լիբանանը դա իրանց արգելվում է բոլեղավերիկելով այս նախադասությունը ասկամ այդ շարքը ասենք ինքը դա երեք նախադասություն որպես ասեց անգլերենով որը հնարավոր է մեծ փոփոխություններ քաղաքական իմ կարծիքով դաշտի մեջ միջև հաջորդ տեսնենք ինչ է գնում ամեն օր ամեն օրը չի ամեն ժամ մի բան ստեղծվում է մի բան փոխվում է չի ուզում սպասեի շատ ինչ որ տարբեր բաներ լինի հետո ավելի լավ հիմա դուրս եկավ համենայն դեպս լայքերը դրեք խնդրեմ եւ subscribe արեք միջև հաջորդ հանդիպում